Ինչպես գիտեք, մենք մոբիլիզացիա ենք հայտարարել ինժեներների շրջանակում փորձելու համար տեխնոլոգիական ոլորտում օգնել պաշտպանության նախարարությանը եւ այդ մոբիլիզացիայի արդյունքում մեր մոտ հավաքվեց շուրջ 280 հոգի մարդ մեզ դիմեցին, տարբեր իհարկե պատրաստության աշյանի, մարդիկ կային, որոնք շատ մեծ փորձ ունեն ռազմամասնաբերությունում, մարդիկ կային, որ ավելի երիտասարդ, ավելի քիչ փորձով, բայց մեծ տրամադրությամբ, մոտ 30 ընկերություն եւ մենք սկսեցինք աշխատել տարբեր ուղղություններով, մասնավորապես անօդաչու թռչող սարքերի հայտնաբերման ուղղությամբ, իրենց չեզոքացման ուղղությամբ, հարձակողական զենքերի ավտոմատացման ուղղությամբ, բանակի կառավարման էլեկտրոնային համակարգերի ուղղությամբ, կրիպտոգրաֆիկ կապի ուղղությամբ եւ ինֆորմացիոն պատերազմի ուղղությամբ ստացեցինք համապատասխան սեկցիաներ եւ նաեւ ասեմ, որ մի խումբ էլ զբաղվում է զինվորների առօրյա խնդիրներով, մասնավորապես նրանց ուրեմն այդ պալատկաներ, բաներ տրամադրելու որոշակի անտիսեպտիկ բաներ, որ վիրավորվելու ժամանակ կարողանան նրանք օգտագործեն, այսինքն վերքերը, այդ ձեռքերը սխմող գործիքներ, որպեսզի արունական չլինեն եւ այլն, այսինքն այս տիպի բաներ ենք անում, դա էլ մի հատ առանձին խումբ է, ինչպես նաեւ հաշիվ բացվեց, որտեղ այն մարդիկ, որոնք այս ուղղություններով ուզում էին ֆինանսավորեին, կարող էին ֆինանսավորել, եւ մենք դա այդ աշխատանքները նաեւ համաձայնեցինք պաշտպանության նախարարության հետ համատեղ հանձնաժողով ստեղծեցինք նախարարի հրամանով եւ հիմա աշխատում ենք այդ ուղղությամբ, պետք է ասեմ, որ հիմնական գաղափարն այն է, որ մենք սկսում ենք աշխատել կոնցեպցիաներ գտնելու ուղղությամբ սկզբից, հետո երբ որ կոնցեպցիան գտնված է, դա պետք է դառնա պրոտոտիպ եւ փորձարկվի եւ այդ փորձարկումը ցույց տալու պաշտպանության նախարարությանը հետագայում, եթե դրանք հաջող լինեն, որպեսզի դրանք արդեն որպես զինատեսակ կարողանան զենք կամ զինատեսակ կարողանան օգտագործվեն։ Մենք 2 օր առաջ միջանկյալ մեծ ժողով արեցինք, որտեղ այդ բոլոր 280 մարդուն հրավիրեցինք եւ ճշտեցինք, թե հիմա մեր ինժեներական կարիքները որոնք են, մարդկանց տեղեկացրեցինք, պրոյեկտներին միացրեցինք եւ այդ ինտենսիվ այդ աշխատանքը շարունակվում է։ Հիմա մենք տեսնում ենք մի քանի եւս այլ խնդիրներ, որոնք պետք է անեն, մասնավորապես կարծում ենք, որ նաեւ որը կախված է, կարծում ենք, որ պետությունն էլ է դա տեսել, այսինքն եւ այս գիտեք, այս նույն ձերբակալությունները, աշխատանքից հեռացումները, բաները, կարծում ենք հենց դրա հետ է կապված, որ բացահայտվել է, որ բանակում չարաշահումներ, բաներ են բացահայտվել եւ տեսնում ենք, որ պետությունն էլ է ռեակցիա տալի եւ կարծում ենք, որ հիմա հատուկ մեխանիզմներ է պետք մշակել, որպեսզի այդ գործընթացները նորից չկրկնվեն եւ այդտեղ կարծում ենք, որ լավ կլինի, որ հասարակական վերահսկողություն ունենայինք բանակի վրա, բայց քանի որ բանակում շատ բաներ գաղտնի են, կարծում եմ նախ պետք է հստակեցնել այդ գաղտնիները ինչն են գաղտնի, որպեսզի ավելորդ ասեն գաղտնիությամբ մեր ինֆորմացիաների ճանապարհները չփակվեն, երկրորդը կարծում եմ, որ այն մարդիկ, ովքեր որ պետության համար հատկապես բանակաշինությունում մեծ ներդրում են ունեցել, բայց հիմա բանակում չեն, կարող են միանալ որոշակի ակումբային կամ միությունների ձևով, ասենք նախկին գեներալները կամ հատուկ ծառայությունների կամ հատուկ ջոկատների հրամանատարները եւ այլն, որ լավ հասկանում են բանակի խնդիրները եւ որոնք կարողանան հասարակական հսկողություն անցկացնեն բանակի վրա, որպեսզի ասենք երկրի ղեկավարությունը եւ հասարակությունը եւս մի աղբյուր ունենա ինֆորմացիայի, որպեսզի մենք չգանք, ասենք, թուրքերի հարձակումը մեզ հետադարձ կապ չտա, էլի ինֆորմացիա չտա, այլ մենք մշտադիտարկում ունենանք բանակում եւ իմանանք արդյոք ժամանակակից զինակից տեսակները կիրառվում են, արդյոք զինվորը, չգիտեմ, լավագույնս ապահոված է,
շորերով, կոշիկներով, չգիտեմ, զրահաբաճկոնով, քնելու տեղով, դիտարկման սարքերով եւ այլն, էլի, այսինքն այս բոլոր խնդիրները, որպեսզի կարողանանք իսկապես մշտադիտարկենք, ես կարծում եմ նաեւ, որ լավ կլինի, որ այս պարլամենտում խումբ ունենանք, որը գուցե փակ դռների շուրջ, բայց ամբողջությամբ մանրակրկիտ դիտարկի ռազմական գերատեսչության եւ անվտանգության մարմինների բյուջեները, որպեսզի մենք իսկապես իմանանք, թե այսինքն այդ հանձնաժողովում վստահելի մարդիկ կարողանանք ներգրավենք, որպեսզի իմանանք իսկապես նորմալ այդ բյուջեները կազմած, թե սխալ է, թե գուցե հավելագրումներ կան, թե բան, այսինքն նախորոք մենք կարողանանք այդ ամեն ինչը մոնիտորինգ անենք։ Ամենակարևորը կարծում եմ, որ հիմա արդեն ժամկետային ծառայողները մի մասը արդեն կեսը վերադառնում են, չէ՞, մի մասը վերադառնում են, դա մի քանի հազար հոգի մարդ է, եւ այդ տղաները ըստ էության իրենց հերոսաբար ցույց տվեցին, եւ մենք էլ որպես հասարակություն պետք է մեր պարտքը այդ տղաների առջև կատարենք, ու ես կարծում եմ, որ մենք որպես IT ոլորտի գործատուներ եւ գուցե մեզ միանան այլ ոլորտի գործատուները, կարծում եմ, որ հուսով եմ, որ պետությունը եւս կմիանա, այսինքն իդեմս զինկոմիսարիատների այդ տղաներին մեր տեղը ցույց տալով կամ մեզ այդ տղաների տեղը ցույց տալով, որպեսզի մենք կարողանանք նրանց ուսումնական ծրագրեր առաջարկենք, ասենք օրինակ ծրագրավորում կամ տեխնոլոգիական որևէ ուսուցում, եւ որպեսզի նրանք 4-6 ամիս այդ ուսուցումը անցնեն, հետագայում կարողանանք իրենց ներգրավենք մեր ձեռնարկություններում։ Մենք հիմա մոտ Հայաստանում մոտ 100 ինժեներական լաբորատորիա ունենք դպրոցներում եւ հաճույքով այդ լաբորատորիաները կտրամադրենք այդ տղաներին, ասենք ինժեներական, նախնական ինժեներական գիտելիքներ տալու, որպեսզի հետագայում նրանք հնարավորություն ունենան մեր ոլորտում աշխատելու։ Ամենակարևոր դասերը ձեզ որոնք եղան։ Այդ դասերը այն էր, որ տեխնոլոգիական ոլորտում մենք հետ ենք մնացել եւ պետք է շատ արագ այդ բերենք։ Մենք տեխնոլոգիական ոլորտի պատասխանատուներ ենք, մենք փորձելու ենք այդ մեր մասով օգնել բանակին հնարավորինս արդիականացնել եղած վիճակը։ Ինչքան ժամանակ կպահանջվի ըստ ձեզ այս բացը լրացնել։ Դե կարճաժամկետ ծրագրեր կան, որոնք ես կարծում եմ մինչև նոյեմբեր պետք է ավարտվեն, կարճաժամկետ։ Դրանք հիմնական երկու ուղղություններով են՝ գնել այն զինատեսակները, որը չունենք եւ չենք կարող արագ սարքենք, եւ արդիականացնենք այն զինատեսակները, որոնք կարանք արագ արդիականացնենք։ Երկրորդ փուլը կարծում եմ միջնաժամկետ փուլ կա, այստեղ պետք է հասկանալ, թե ինչպես եղած տեխնոլոգիական ձեռնարկությունները ներգրավել ռազմարդյունաբերության մեջ եւ դրանով նոր ռազմարդյունաբերություն ստեղծել, եւ երրորդը ավելի հեռանկարային 10-15 տարվա կտրվածքով հասկանալ, թե ինչպիսի ռազմարդյունաբերություն է մեզ պետք, որ որևէ մեկի մտքով չանցնի մեր վրա հարձակվելը։ Ինձ թվում է սա խնդիրները։ Շատ գիտնականներ այս ընթացքում խոսում են այն մասին, որ արտադրություն են տալիս եւ հետաքրքիր սարքավորումներ են առաջարկում, դժգոհում են այն հանգամանքից, որ իրենց այսպես ասած ծրագրերն այդպես էլ ուշադրության չեն արժանի։ Կարծում եմ, որ մեզ պետք է նախ բանակից անջատել բանը, ռազմարդյունաբերությունը, որը որ էականորեն որակը կբարձրացնի եւ երկրորդը ստեղծել ստրուկտուրաներ, որը որ ցանկացած առաջարկություն ոչ թե առաջագնում աղբերության, կամ մարմին մոտիկ ելնելու սկզբունքից, այլ իսկապես օբյեկտիվ կարողանում է գնահատական ստանալ առաջ եւ հետ գնալ։ Էս է խնդիրը, որ այդ ենթակառուցվածքները պետք է ստեղծել։ Այսինքն, այսպես ասած, գիտական մտքի ուժը կենտրոնացնելով մենք կարող ենք այնուամենայնիվ։ Մենք ամեն ինչ կարող ենք։ Ամեն ինչ կարող ենք, կամքապետ եւ կազմակերպվածություն, դա ոչ մի պակաս բան չկա։ Իսկ տեսնում եք այդ կամքը եւ կազմակերպվածությունը։ Մեզնից ամեն մեկը պետք է կամք ցուցաբերի։ Եթե մենք կամք ցուցաբերենք, կարծում եմ պետության ղեկավարությունը կցուցաբերի։ Նախ մենք պետք է ցույց տանք։